Սրբազան հայր Նիկոլ Փաշինյանը ու նաև իր կինը վիրավորական գրառումներ են անում հոգևորականների հասցեին։ Դուք որպես Շիրակի թեմի առաջնորդ ինչպես կգնահատեք, ինչպես կմեկնաբանեք այս վերաբերմունքը եկեղեցու եւ հոգևորականների նկատմամբ։ Ես մեկնաբանելու բանում ամենի հիվանդ հաստատել հարգավորություն մեկնաբանել։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը կատարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի լիազորությունները։ Իսկ ցավեցրին, որ նման մասը իմ երկրի վարչապետի պաշտոնից բաղեցնում, ողբերգություն եմ ապրում։ Ինչի հետ եք դա կապում, Սրբազան հայր։ Ոչ մի բանի հետ չեմ կապում, ինչ հոգևորից հոգեգան վիճակի հետ եմ կապում։ Սրացումներ են, դառնանային վերջատման երևի համառային սրացումներ սկսել։ Աննա Հակոբյանը իր գրառման մեջ հոգևորականներին մանկապիղծ է անվանում։ Ուրեմն ինքը քրեական հանցագործ է, եթե ինքը գիտի անհատականի եւ չի ասում, ուրեմն հանցագործ է։ Դովինելով զբաղվեն պատկան մարմիններ, ուժային մարմիններ ենով պետք է զբաղվեն։ Եթե ինքը գիտի մանկապից հոգևորականի անհատականի եւ չի ասում, չի հայտարարում, ուրեմն ինքը քրեական հանցագործ է։ Եվ եթե այդ պատկան մարմինները միջև հիմա չեն գնացել այդ կնոջ հետևից, ուրեմն իրենք էլ են հանցագործ։ Մանկապղծություն ես երկում չպիտի լինի, ոչ հոգևորական, ոչ աշտարական, ոչ մեկ կողմից։ Եթե գիտեն որևիցե մանկապղծի եւ անունը չեն տալիս, իրենք հանցագործի։ Ուրեմն դուք պետք է քննչական կոմիտեին զանգեք, ոստիկանություն զանգեք, ազգային անվտանգություն զանգեք, ասելով որ մանկապիղծ գիտի եւ չի ասում։ Եթե կա այդպիսի մարդ, անազգանուն ասա, այլ օգնակի են ասում են մանկապիղծներ, ուրեմն մի քանիսն են գիտի։ Դողանները տա։ Եթե չի տալիս, ուրեմն իրեն պետք է տանեն։ Նիկոլ Փաշինյանի գրառումից տպավորությունն այն էր, որ պետք է հենց առաջին հերթին այդ հոգևորականները խոստովանեն, որ օրինակ կուսակրոնության ուխտը խախտել են։ Ինքն ունի խոստովանեք, իրեն ինքը մեր խոստովանա հայտ։ Չէ, դե ասում է ժողովուրդի իրավունք։ Ժողովրդի իրավունքները մենք գիտենք թե ժողովրդի ինչ իրավունք։ Ինքը չէ որ որոշի թե ժողովրդի ինչ իրավունք։